ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին Հայաստանի վարչապետը հատուկ շնորհակալություն է հայտնել Ադրբեջանի նախագահին, Ադրբեջանի տարածքով Հայաստան բեռների տարանցումը ապաշրջափակելու երկկողմ առևտրի մեկնարկի պայմաններ ստեղծելու որոշման համար։ Փաշինյանը կարևորել է ԵԱՏՄ միջազգային համագործակցությունը շեշտելով նոր շուկաների հնարավորությունները։ Ինչպես գիտեք, Ադրբեջանը ԵԱՏՄ անդամ չէ, բայց Իլհամ Ալիևը չի մասնակցի նաև այսօր կայանալիք ԱՊՀ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին։ Ըստ Ալիևի վարչակազմի աշխատանքային խիտ գրաֆիկի պատճառով նա չի մեկնի Սանկտ Պետերբուրգ։ Ավելի վաղ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ ԱՊՀ գագաթնաժողովի ընթացքում Ռուսաստանի նախագահը առանձին շփումներ կունենա Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ։ В данном контексте хочу отметить, что Այս համատեքստում ցանկանում եմ նշել, որ տեղի ունեցող բարենպաստ եւ կառուցողական փոփոխություններն ավելի լայն տարածաշրջանի բոլոր երկրների համար նոր հնարավորություններ են ստեղծում, նպաստելով տնտեսական կայունության ամրապնդմանը եւ տարածաշրջանային հաղորդակցությունների ընդլայնմանը։ коммуникации. Այս առումով գնահատանքս եմ հայտնում Ադրբեջանի Հանրապետության նախագահին, Ադրբեջանի տարածքով Հայաստան բեռների տարանցումն ապաշրջափակելու, ինչպես նաեւ երկկողմ առևտրի մեկնարկի համար պայմաններ ստեղծելու որոշման համար։ Двусторонней торговли. Սա տարածաշրջանում խաղաղություն եւ կայունություն հաստատելու առաջին նշանակալի նվաճումներից մեկն է։ Рост государств-членов. Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստից հետո Ռուսաստանի նախագահը միջազգային խաղաղության մրցանակներ է հանձնել Ուզբեկստանի, Տաջիկստանի և Ղրղզստանի առաջնորդներին։ Վլադիմիր Պուտինի խոսքով երեք երկրների առաջնորդների քաղաքական կամքի և հեռատեսության շնորհիվ հնարավոր է եղել վերջապես լուծել սահմանային հարցերը և ավարտել նրանց ընդհանուր սահմանների իրավական ձևակերպումը, ստեղծելով համագործակցության ընդլայնման և տարածաշրջանային անվտանգության ամրապնդման հիմք։